Աջափնյակում հրաձգության հետևանքով վիրավորված քաղաքացիների վիճակը ծանր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ միջադեպը ոչ նորմալ է որակել։ Նրա խոսքով իրավապահ տարբեր մարմիններ պետք է պատշաճ աշխատանք իրականացնեն։ Այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով։ Արյունալի հրաձգությունից հետո Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատական սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են։ Նյուզեյմի մեր գործընկերոջ հետ զրույցում այս մասին ասել էր գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ Բոլոր 6-ն էլ վիրահատվել են տարբեր ծանրության աստիճանի վնասվածքների հետ կապված եւ այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են տարբեր բաժանումների տեղափոխմանը։ Բժշկական կենտրոնի տարածքում 3 ուժայինները բերման էին ենթարկել հրաձգության մասնակիցներին դեպքից ժամեր անց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը հայտնել էր, որ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի եւ զենք զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։